պատմական նպատակային խմբի երեխաներից 5 հոգի եւ Լարիսան միավորվել են եւ աշխատանք են կատարել Կոստան Զարյանի նավը լեռան վրա վեպի վրա։ Աշխատանքը շատ հետաքրքիր է եղել եւ շատ խոր եւ շատ բարդ։ Գիտեմ, որ իրենք բավականին շատ են տանջվել եւ միևնույն է, սա այնքան բազմաշերտ ստեղծագործություն է, որ հնարավոր չէ բոլոր շերտերը բացել։ Խնդրում եմ ներողամտաբար նայել բացերին, որովհետեւ երեխաների հայեցակետերն են սրանք։ Հիմա բարձրացնել խարիսխները, բոլորը տղերում եւ սկսում ենք մեր նավարկությունը մտածումի նավով։ Խնդրեմ։ Կոստան Զարյանը ծնվել է 1985 թվականի փետրվարի 8-ին Շամախի քաղաքում Ցարական բանակի գեներալ Խաչատուր Մելքումյան Երազարյանի ընտանիքում։ Պատմական ընտանիքի վերջին զավակն է եղել, 5 տարեկան հասակում զրկվել է հորից։ Ընտանիքը տեղափոխվել է Բաքու, իսկ Զարյանի տվել են ռուս ընտանիքի խնամակալության։ Կարճ ժամանակ սովորել է ռուսական գիմնազիայում, ապա տեղափոխվել է արտասահման ուսումը շարունակել ռուսական թվականներին եւ սկզբում այն կոչվել էր Թվելյաց Հերիքեր, հետագայում վերանորոգվեց գիտության։ Կոստան Զարյանը պատժվել է 1969 թվականի դեկտեմբերի 13-ին, այժմ ամփոփված է Երևանի Թոթմոն կոչվող գերեզմանություն։ Շնորհակալություն, Լարիսա ջան։ Քանի որ Կոստան Զարյանը այնքան շատ ուսումնասիրված չէ, մենք փորձեցինք մի փոքր ավելի կապահովել Կոստան Զարյանի կյանքի համաձայն։ Նա մեր հայ գրականության ամենամասնավոր ստեղծագործողներից մեկը, որ եւ ստեղծել հրաշալի ստեղծագործություններ։ Կոստան Զարյանը իր նավը լեռան վրա վեպում ներկայացնում է 3 նավ՝ Նոյան Հապանը, Աշոտ Երկաթը եւ Ալբատրոսը։ Նա դրանց հետ զուգահեռներ է տանում գաղափարախոսությունների եւ պետական համակարգերի միջեւ, որոնք առկա են եղել Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում, որոնք են աստվածապետությունը, ազգայնականությունը եւ ամենավարությունը կամ կոմունիզմը։ Մենք կներկայացնենք ազգայնականության եւ նավը լեռան վրա վեպի Աշոտ Երկաթ նավի միջեւ զուգահեռները, որը տարել է Կոստան Զարյանը։ Նախ եւ առաջ իր վեպում Կոստան Զարյանը ներկայացնում է Աշոտ Երկաթ նավը, որը առաջինն է Հայաստանի նորագույն պատմության շրջանում եւ ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում, չնայած ծանր տնտեսական եւ քաղաքական դրությամբ։ Այն ստեղծվել է հայերի միահամուռ ուժերի շնորհիվ, ինչը նա Կոստան Զարյանը ներկայացնում է նաեւ անցորդը եւ իր կանխաստեղծագործության մեջ, որտեղ Սփյուռքից եկած եւ տարբեր երկրներից եկած հայեր միահամուռ ուժերով կարողանում են Աշոտ Երկաթ նավը հասնել Սևանալիր եւ ոչ միայն ուղղակի իջեցնում են անկիչը, այլ ըստ վեպի Միքայել Թումանյանի գլխավորությամբ այն կատարում է կարևոր ռազմաքաղաքական վերակատարում, չնայած ծանր քաղաքական եւ տնտեսական իրավիճակի։ Բացի դրանից Կոստան Զարյանը նաեւ բնութագրել է Հայաստան այս բառերը։ Հայաստանը անողոք երկիր է, յուրին չի ենթարկվում նորաձևություններին, օտարեր յուրընկալ չէ։ Նա ունի իր ներքին անփոփոխ օրենքները, որոնց դեմ թույլ չի տալիս, որ մեղանչեն։ Բացի դրանից Կոստան Զարյանը նաեւ փորձում է ջնջել այն սահմանները, որոնք արհեստականորեն քաշվել են արևմտահայերի եւ արևելահայերի քրիստոնեության եւ նախաքրիստոնեության եւ այլ խնդիրների միջեւ, համախմբելով հայերին, ազգային հայրենիքին, մանավանդ որ մասնագիտացած է ռազմական ոլորտում, սակայն գնդակառնում բոլշևիկների կողմից իր ազգային մտածելակերպ ունենալու պատճառով։ Այսպիսով Կոստան Զարյանը նավը լեռան վրա վեպում ներկայացնում է հայ ազգայնականությունը իր բոլոր դրսևորումներով։ Հայ ազգայնականությունը ծագել է հայ ազատականության գաղափարներից դեռևս 1860 թվականներին, այն ի սկզբանե ոգեշնչված էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությամբ, իսկ հետագայում կրել է համահայկական հումի, հետագայում նորաստեղծ հայկական կուսակցությունները արմենական, հնչակյան, դաշնակցական, չնայած գաղափարական տարբերությունների կրում էին իրենց մեջ ազգայնական գաղափարներ, սկզբնական շրջանում այն կոչեր անում արևելահայությանը ու արևմտահայությանը համախմբվել,
ու միասնական գործել, ինչի վառ արտասովորումն է 1897 թվականի Խանասովի արշավանքը եւ 1905 թվականի արևմտահայերի կազմակերպած արևելահայերի պաշտպանությունը։ 1930-ական թվականներին Գարեգի Մժդերը Հայկ Ասատրյանի եւ Ներսես Աստվածատուրյանի հետ միասին ավարտին հասցրեցին հայ ազգայնականության գաղափարները, ստեղծելով թերատուրանություն, որի գաղափարը մինչև հիմա պահպանվում է հայ ազգայնության մեջ։ Ազգայնականությունը ներկայիս Հայաստանի Հանրապետությունում ազգայնականության գաղափարախոսությունը ինչպես կլինի հիմնվա Հայաստանի վրա եւ իրագործվի ու արդյոք ազգայնականության ծայրահեղացումը լավ է թե վատ։ Վերջից սկսեմ վերջին հարցից։ Ծայրահեղացումը միշտ վատ անկախ նրանից ազգայնականությունն ժողովրդավարություն թե ամենավարություն ամեն գաղափարի մեջ է վատ ծայրահեղացումը, բայց ներկայիս աշխարհում ծայրահեղացված է նաև ժողովրդական գաղափարներ, ժողովրդավարության, ինչի պատճառով բացարձակ ազգայնական պետություն չենք կարող ստեղծել, բայց պետք է ունենանք նաև ազգային հիմքեր ու փորձենք պահպանել մեր մշակույթը, մեր լեզուն, մեր ազգային ինքնությունը։ Զարյանը իր նամակներով վերաբերվում ներկայացնում է պետականության 3 մոդել, որից առաջինից ազգայնականությունից խոսեցին Իրենն ու Հայկը, եւ հիմա ես եւ Նարեկը կփորձենք ձեզ ներկայացնել կրոնապետությունը, աստվածապետությունը, իսկ Ռուբիկը կներկայացնի համայնավարությունը։ Կրոնապետություն կամ թեոկրատիա այն պետական կառավարման այնպիսի ձև է, երբ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունները միաձուլված են եւ եկեղեցին ու պետությունը գործում են միասնական, իսկ պետական օրենքների հիմքում ընկած են կրոնական դոգմաները, այսինքն հիմնականում պետության կառավարման ձևը հիմնված է կրոնի վրա, այլ ոչ թե աշխարհիկ կյանքի։ Կրոնապետությունը ունի մի շարք առանձնահատկություններ, դրանցից առաջինը աստվածապետական իշխանությունն է, այսինքն ղեկավարը երկրի ներսում համարվում է Աստծո ներկայացուցիչը եւ նա ունի բացարձակ իշխանություն, օրինակ Հռոմի Պապը Վատիկանում, ով ճշմարտություններ են համարվում, հետեւաբար այլախոհությունը անհնարին է եւ հաճախ մարդու ազատ միտքը կարող է արգելվել եւ համարվել սրբապղծություն, սա հաճախ բերում է հասարակության լճացմանը։ Ես կներկայացնեմ Կոստանդին Զարյանի Նավալերան վրա եւ կրոնապետության գաղափարախոսությունը, Կոստանդին Զարյան Նավալերան վրա եւ Նոյան Տապանի սիմվոլիկա։ Կոստանդին Զարյանի Նավալերան վրա վեպում Նոյան Տապանի եւ կրոնապետության դիրքը ստանում է փիլիսոփայական եւ ազգային խորություն։ Զարյանի համար Տապանը ոչ միայն փրկության խորհրդանիշ է, այլև հայկական որդու կայան, որը պետք է բարձրանա Արարատի գագաթը վերածնվելու համար։ Եվ ի վերջո եզրակացություն զարգացնում է արդյոք կրոնապետությունը, թե խանգարում է զարգացմանը։ Կրոնապետությունը միայն էքստրեմալ պայմաններում կարող է շատ օգտակար լինել, օրինակ երբ որ Տապանը օգնում է մարդկանց ջրհեղեղից փրկվել, սակայն երկարաժամկետ թեոկրատիայի ժամանակ հնարավոր է, որ արդիականացմանը շատ խանգարի։ Կրոնապետությունը կարող է բացասական ազդել հասարակության վրա։ Միանշանակ, որովհետև կրոնապետությունը բացարձակ միապետություն է եւ այնտեղ գործում է երկիշխանություն, այսինքն եւ աշխարհիկ գործոնը եւ հոգեվոր գործոնը գործում են միասնական եւ երկարաժամկետ լինելու դեպքում հնարավոր է, որ արդիականացմանը շատ խանգարի։ Այդը ամբողջ էության կաթակորել ստեղծագործություններ, ուղղություն բոլին հիասպատություն արդեն դավակարգերի համար, բայց երևի ամբողջայս է դու ինչ պատրաստվածության վեցանից տալիս, ես չեմ կարող երասնիկս չարտահայտել։ Այո, որ կրոնապետության մեջ հոգևոր դասն է իշխող, տեսականորեն հոգևորը պետք է ազդի աշխարհիկ վրա, չէ, աշխարհիկ ավելի հոգևոր բանա, բայց գործնականում հակառակը չի տեղ ունենում, աշխարհիկը չի հոգևորի մեջ ներքաշում։
Մեր նախագծային աշխատանքները շրջապատելով եւ այս պատմական իրադարձությունները չեն ծավալվել։ Մանր ներկայացրիք եւ Վատիկան, ներկայացրիք Իրան, ներկայացրիք Եգիպտ, որոնք ռոմանական գաղափարախոսություններով կառավարվել են հայտնել են։ Եվ ասացի, որ բավականաչափ սենսորություններ կան։ Ընդունում եմ, միանշանակ ընդունում եմ ձեր կարծիքները։ Կոստանդզարյան, Ալբատրոսը։ Կոստանդզարյանի նավը լեռան գրավեպում Ալբատրոս նավի և կոմունիստական գաղափարախոսության մեջ զուգահեռները խորն են և բազմաշատ։ Զարյանը նավն օգտագործում է որպես հզոր փոխաբերություն, որը մարմնավորում է այդ ժամանակաշրջանի քաղաքական ու սոցիալական ցնցումները։ Ահա հիմնական գաղափարները։ Անիրականանալի երազանք և ուտոպիա։ Ինչպես նավը, որը նախատեսված էր ջրի համար, հայտնվեց ցամաքում, լեռան վրա, այնպես էլ կոմունիզմը դիտարկվում է որպես մի գաղափարախոսություն, որը փորձում է ներդնել մի երկրում, Հայաստանում, որտեղ դրա համար չկային նորմալ պայմաններ։ Սա խորհրդանշում է ուտոպիստական ձգտումների և դաժան իրականության բախում։ Ես կուզենայի, որ երբեմն այնտեղ կայացնեմ պետք այո, այս քարտեզները շատ լավատիպ են և ցույց են տալիս աշխարհակիրական գաղափարները և նորից դեպի բոլոր հատվածներում կգտնեք սրանց մասին։ Քայլ գնալ, կգտնեք թե ինչերի մասին խոսում Կոստանդզարյանը։ Ամբողջ պատմությունը, անցյալով, ներկայով, նաև կա։ Ահա նավապետ Արահետյանի կերպարը Կոստանդզարյանի մեծ պատգամ էր հայ ժողովրդին, ի վերջո Արահետյանը հայ ժողովրդի մարտահրավերն է, հայ ոգու վերածննդի գաղափարի կրողն ու մարտահրավերը։ Երկրից ու հայրենիքից ակամա հեռացած հայերը նորից վերադառնում են հայրենիք, հոգեպես և ֆիզիկապես տառապանքների ու ճնշումների ենթարկած վերադառնում են հոգեպես և ֆիզիկապես։ Դեպքերի իրադարձությունների այս փուլից նա վերադառնում է իմաստավորված ու լուսավորված։ Հեռավոր ճամփորդությունների նավապետ Արահետյանը Կոստանդզարյանի երազած հայն է, այն հին հնագույն վսեմ արարածյան մարդը, որը վերածնվել է նավապետ Արահետյանի տեսքով և նկարագրով ու կերպարով։